Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ձեզ հետ Քույզեյեմն է։ Այս դասի մենք կսովորենք անգլերեն լեզվի թվականները։ Թվական անուն, the numeral։ Առարկայի թիվ կամ թվային կարգ նշանակող բառը կոչվում է թվական կամ թվական անուն։ Թվականներն ըստ իմաստի լինում են քանակական և դասական, cardinal and ordinal numbers։ Իսկ ըստ կազմության լինում են պարզ, ածանցավոր և բաղադրյալ։ Պարզ թվականների օրինակներ են 1, 2, 5, 7, 10 և այլն։ Ածանցավոր թվականներ են 13, 15, 16, 17, 19 և այլն։ Բաղադրյալ թվականների օրինակներ են 55, 74, 92, 264 և այլն և այլն։ Քանակական թվականներն են սովորական թվերը 1, 2, 3, 5, 10, 50, 65 և այլն և այլն, 100, 1000, միլիոն և այլն։ Իսկ դասական թվականներն են first, second, third, fourth, fifth, 10th, 11th, 20th, 15th, 100th, 1000th և այլն։ Անհրաժեշտության դեպքում կարող եք մի պահ դադարեցնել վիդեոն և ծանոթանալ թվականների գրելաձևերի հետ։ Այս դասին կուսումնասիրենք քանակական թվականների գործածման ձևերը։ Նախ և առաջ ուզում եմ խոսել 0 թվի արտասանության մասին։ 0-ն օգտագործում ենք արտահայտելու որոշակի թվային արժեքներ, ինչպիսիք են օրինակ ջերմաստիճանը, տոկոսադրույքները, հեռախոսահամարները, քրեդիտ քարտի համարները, հասցեները և այլն։ 0 թիվը կարող ենք արտասանել ինչպես օտարն անգլերենում։ Ֆուտբոլի կամ այլ սպորտային խաղերի հաշիվներն ասելիս կարող ենք ասել nil, թենիսում ասում ենք love, ինչպես սիրել սեր բառը։ Ջերմաստիճանի համար ասում ենք 0, մաթեմատիկայում ասում ենք north կամ 0։ Ինքնաթիռի չվերթների, հեռախոսահամարների ժամանակ, երբ թվերն առանձին են կարդում ենք ինչպես անգլերեն O տառը։ Մի խոսքով այս թիվը կարող ենք արտասանել տարբեր կերպ։ Իսկ թե ինչպես հիշեք, թե որ դեպքում ինչպես եք այն կարդում, դրա պատասխանը միակն է՝ պրակտիկան։ Հավատացեք, ամենևին դժվարություն չեք զգա, երբ պարապեք մեր կայքում քույզների միջոցով։ Հաջորդը, որ կարևոր եմ համարում նշել, այն է, որ 100, 1000, million, billion թվականերից առաջ դրվող 1 թվականի փոխարեն շատ հաճախ օգտագործում են ը անորոշ հոդը, որը մենք արդեն գիտենք, որ ցույց է տալիս նույն մեկ իմաստը՝ 100, 1000, a million, a milliard, a billion։ Նախկինում բրիտանացիները billion բառն օգտագործում էին միլիոն թվի համար, այսինքն 12 զրոյով թվի համար, բայց այժմ ինչպես ամերիկացիները նրանք նույնպես այս բառն օգտագործում են 9 զրոյով թվի համար, որին մենք ասում ենք միլիարդ։ 21-ից 99 թվերի միջակայքում բոլոր թվերը, որոնց երկրորդ նիշը 0 չէ, գրվում են երկու բառով, և այդ բառերն իրարից առանձնացվում են գծիկով։ Օրինակ 22, 58, 76, 94 և այլն և այլն։ 30, 40, 50, 60, 70 և այլ բառերը բնականաբար գրվում են մեկ բառով։ Սովորաբար 100-ից բարձր թվերը գրվում են թվանշաններով։ Այնուամենայնիվ, եթե ցանկանում եք արտասանել, կարդալ այդ թիվը կամ գրել բառերով, օգտագործեք and շաղկապը վերջին երկու նիշերից առաջ։ Օրինակ 302, 678, 544։ Ուշադրություն դարձրեք 40 և 4 բառերի տարբերությանը։ 40 բառը գրվում է առանց u-ի, որը գրեթե բոլորը մոռանում են և շատ է լինում, որ սխալվում են, իսկ 4 բառը գրվում է u-ով։ Իհարկե, այս և նման սխալներից խուսափելու միակ գաղտնիքը շատ պարապելն է, պրակտիկան է։
Թվերի համար մեր կայքում նույնպես պատրաստել ենք բազմաթիվ քվիզներ, այնպես որ կարծում ենք, որ այդ հարցում նույնպես կկարողանանք օգտակար լինել։ Լավ, շարունակենք։ Մենք ասացինք, որ 100-ից բարձր թվերը բառերով գրելիս վերջին երկու նիշերից առաջ օգտագործում ենք N շաղկապը։ Տեսնենք ևս մի քանի օրինակներ, որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ պարզ է։ 425 25-ը գրեցինք գծիկով, իսկ նրանից առաջ դրեցինք and բառը, ամեն ինչ ճիշտ է։ 966 549 Ամերիկացիները սովորաբար այս and-ը չեն գրում և չեն էլ արտասանում, գտնելով ավելորդ և բացի այդ նրանք գերադասում են ավելի կարճ և ավելի հարմար արտասանությունները։ Օրինակ 425-ը նրանք կասեն 425 կամ 425, 966-ը կասեն 966 կամ 966, 549-ը կասեն 549 կամ 549 և այլն։ Այնուամենայնիվ պաշտոնական գրություններում նրանք նույնպես հետևում են այս կանոնին և օգտագործում են and բառը վերջին երկու նիշերից առաջ։ 1000-ից մինչև միլիոնն ընկած թվերը գրվում կամ արտասանվում են հետևյալ կերպ։ Օրինակ 1745 թիվը կգրենք այսպես. 1745 Կամ օրինակ 5589 թիվը կգրենք այսպես. 5589 4000 թիվը կգրենք այսպես. 4000 4213 4213 5610 5610 Մի խոսքով պարզ է, վերջին երկու նիշերից առաջ օգտագործում ենք N շաղկապը, իսկ այդ երկու նիշերն իրար միացնում ենք գծիկով։ Ժամանակակից անգլերենում 4 նիշ ունեցող թվերը, որոնց վերջին երկու նիշերը 0 են, կարող են արտասանվել երկու ձևով։ Օրինակ 1700 թիվը կարելի է ասել կամ գրել 1700 կամ 1700 4500-ը կարող ենք ասել 4500 կամ 4500 7700-ը կարող ենք ասել 7700 կամ 7700 2800-ը կարող ենք ասել 2800 կամ 2800 և այլն։ Անգլերենում սովորաբար հեռախոսի համարները կարդում են առանձին թվերով։ Օրինակ այս թիվը կարդում ենք 1963554 5467 թիվը նման դեպքերում կարդում ենք 5467 Իսկ եթե թվերը կրկնվում են, ինչպես օրինակ այս թվի մեջ 7 թիվը, ապա օգտագործում ենք double բառը, որը թարգմանաբար նշանակում է կրկնակի, զույգ և կարդում ենք այսպես 5 4 8 7 2 3 Double բառից առաջ ցանկալի է մի փոքր դադար տալ, որպեսզի ավելի պարզ լինի։ Տեսնենք ևս մեկ նման օրինակ և առաջ անցնենք։ Այս թիվն էլ կկարդանք այսպես 4 5 9 4 8 3 6 Տարեթվերն անգլերենում սովորաբար կարդացվում են երկու մասով, առանց year բառի, օրինակ 1825 թվականն ասում են այսպես 1825 կամ 1825 1956 թվականն ասում ենք այսպես 1956 կամ 1956 Ավելի հաճախ կլսեք երկրորդ տարբերակով արտասանվող թվականները առանց N շաղկապի։ Բերենք ևս մի օրինակ և անցնենք առաջ։ 2012 թվական 2012 կամ 2012 առանց N-ի։ Նման դեպքերում կարող ենք ասել 2012
բայց ավելի գեղեցիկ և պրակտիկ է շեշտելով 1000 բառը։ 2008 թվական 2008 կամ 2008 Իսկ եթե տարեթիվը վերջանում է 2 0-ով, մենք այն կարտասանենք հետևյալ կերպ. 1900, 1800, 1700 և այլն։ 01, 02, 03, 04, 09 թվերով վերջացող տարեթվերը մենք կարող ենք արտասանել երկու ձևով։ Օրինակ, 1901 կամ 1901, 1907 կամ 1907, 1804 կամ 1804 Որոշ թվեր, որոշ համարներ, ինչպես օրինակ ինքնաթիռի ուղերձի համարները, կարդացվում են երկու առանձին մասերով, կամ թվերն առանձին, օրինակ 110, 110 կամ 110 կամ 110, flight number 110, flight number 1248 կամ flight number 1248, flight number 2503 կամ flight number 2503, flight number 4060 կամ flight number 4060 կամ 4060 Հիմա եկեք տեսնենք միլիոնով թվերի գրառման մի քանի օրինակներ։ 2,457,756 Ամերիկյան անգլերենով կասենք նույնը, առանց ընդերի։ 2,457,756 1,586,509 Կրկին ամերիկյան անգլերենով կասենք նույնը առանց ընդերի։ 1,586,509 Մենք ասացինք, որ թվականները լինում են քանակական և դասական։ Ծանոթացանք քանակական թվականների կանոնների հետ։ Դասական թվականների մասին կխոսենք մեր հաջորդ դասին։ Հիմա ուզում եմ նշել իմաստային ևս մեկ տարբերակ, որը կոչվում է nominal number, նոմինալ անվանական թվական։ Այս տերմինը բավականին նոր է և բավականին սահմանափակ օգտագործվող։ Nominal թվականն արտահայտում է նույն քանակական թվականով և ոչ թե օգտագործվում է արտահայտելու մի որևէ բանի արժեքը կամ դասակարգումը, այլ տալիս է այդ գոյականին կոնկրետ անուն։ Օրինակ, The postal area 0014 is too far from the postal area 1150. 0014 փոստային տարածքը չափազանց հեռու է 1150-ից։ Go to room 16 and someone will meet you at the door. Գնացեք 16 համարի սենյակը և ձեզ այնտեղ կդիմավորեն։ Այստեղ թվականները ոչ թե ցույց են տալիս այս առարկաների թիվը կամ կարգը, այլ ցույց են տալիս նրանց անունը։ Read the chapter 4 and answer the questions. Կարդացեք պարագրաֆ 4-ը և պատասխանեք հարցերին։ Open the page 4 and start reading. Բացեք 5-րդ էջը կամ էջ 5-ը և սկսեք կարդալ։ If you want to get to the airport, take the bus number 7. Եթե ուզում եք գնալ օդանավակայան, նստեք 7 համարի ավտոբուսը։ Հաջորդ կանոնն այն է, որ տասնյակ, հարյուրավոր, հազարավոր, միլիոնավոր կամ միլիարդավոր իմաստները ստանալու համար մենք այս քանակական թվականների բառավերջում ավելացնում ենք s, շարունակելով ով նաղդիրով, այնուհետև հոգնակի թվով գոյականով։ Tens of something, hundreds of something, thousands of something, millions of something, billions of something. Tens of people gathered to listen to the speaker.
Տասնյակ մարդիկ հավաքվեցին լսելու խոսնակին։ Thousands of newspapers are sold every day in our city. Մեր քաղաքում ամեն օր հազարավոր թերթեր են վաճառվում։ Millions of dollars have been spent to rebuild that city after the earthquake. Միլիոնավոր դոլարներ են ծախսվել երկրաշարժից հետո այդ քաղաքը վերակառուցելու համար։ Սա էլ վերջին կանոնը այս դասին։ Նախադասության մեջ թվական անունը գործածվում է սովորաբար գոյականի հետ, որպես լրացում, եւ եթե թվականը մեծ է 1-ից, ապա այդ լրացյալ հանդիսացող գոյականը դրվում է հոգնակի թվով։ 1 book, 2 books, 5 books, an apple, 3 apples, 4 cups, 6 balls, 1 pencil, 4 pencils, եւ այլն եւ այլն։ Շնորհակալություն, մնացեք Quiz AM-ի հետ։